Սևանում հիմա փորձում են նավթ եւ գազ փնտրել, որքանով են փնտրտուքները իրատեսական եւ բնության առումով վնաս կհասցվի։ Իրատեսականի առումով դեռ շուտ է խոսել, ի վերջո կարելի ասել երևի մեծ խորության վրա ամենտեղ էլ կարելի է նավթել, գազել գտնել, ուղղակի որքանով տնտեսապես դա հետաքրքիր է։ Բայց սկզբունքորեն, որ Սևանի ավազանում նմանատիպ աշխատանքներ ուղղակի չի կարելի իրականացնել, դա օրենքով էլ է ամրագրված։ Հիմա ճիշտ է, մեզ ասում են, որ ընդամենը առաջի փուլն են թույլ տվել, որ զոնդավորումով առանց հորատանցքի ուղղակի ուսումնասիրում են, հետո նոր կերևա նպատակները։ Ես ծրագիրը վերցրել եմ, նայել եմ, այնտեղ ամենայնևս երկրորդ փուլով հորատանցք է։ Եթե հիմա դրական որևէ հուսադրող արդյունքներ ստանան, երկրորդ փուլը հորատանցք է, մենք թույլ չենք տալու, որ հորատանցքը լինի, որովհետև դա ուղղակի Սևանի վերջն է։ Այսինքն անգամ եթե նավթ լինի, անգամ եթե գազ լինի, այսինքն այդ աշխատանքները վնասում է Սևանին։ Իհարկե, այստեղ եւ աղտոտման խնդիրն է, եւ սեյսմիկ վտանգների խնդիրն է, Կասպից ծովը շարքից դուրս է եկել ուղղակի։ Եվ եթե դու հսկա Ռուսաստան ես, դու կարող ես քեզ թույլ տալ առանձին տեղերում գազ ու նավթ արդարես, այլ տեղերում գյուղատնտեսություն զարգացնես, բնակչություն ապրի, տուրիզմ զարգացնես, այս մի փոքր կտոր Հայաստանում առանձին էլ հիմքից կտրում ենք հանքարդյունաբերությամբ եւ հատկապես հաշվի առնելով մետաղ պարունակող հանքերը, հանքավայրերը, եթե նավթն ու գազել առաջանա, ինչ եմ ասում, սա կդառնա ուղղակի բացարձակ տարածք, որտեղ ուղղակի կհայթայթեն տարբեր տեսակի բնական ռեսուրսներ, իսկ բնակչությունը կգաղթի։ Այսինքն արկածախնդրություն է որոշակի առումով։ Անհասկանալի է, մեզ ասում են, որ դե ընդամենը ուսումնասիրում են ինչ է եղել, բայց մարդիկ այդքան գումար եթե ծախսում են, միայն հետաքրքրությունից ելնելով այդպիսի բան ուղղակի բնության մեջ չի լինում։ Ուրեմն հաջորդ քայլերի հույս ունեն։ Ծրագրում գրված է, որ պիտի լինի նաև հաջորդ փուլը։ Ծրագրում գրված է, բայց նախարարությունն ասում է, որ թույլ են տվել միայն առաջի փուլը։ Իսկ նախարարության, այսպես ասածները, խոստումները ինչով կարող են երաշխավորել, որ այդպիսի բան չի։ Ես վստահում էի այդ հայտարարություններին, բայց այսօր մի ինֆորմացիա ստացա, որ ուղղակի ինձ լրիվ շարքից հանեց։ Մենք պրոբլեմ ունեինք Արաքս գետի հետ, որ այս մեր կողմի ափին ավազի հանքեր են բացվել եւ մենք բավականին տարածք Թուրքիային նվիրել ենք, որովհետեւ այս կողմից քանդում ենք ջուրը, ուրեմն անցնում է այդտեղ, Արաքսը իրեն հունը փոխում է եւ տարածք է մնում Թուրքիային, որտեւ սահմանը անցնում է այդտեղ։ Եղան ուսումնասիրություններ եւ էկոլոգիական վնասները, եղան հայտարարություններ, որ ամեն ինչ դադարեցված է, այլևս վտանգ չկա։ Այսօր ես իմացել եմ, որ շատ ակտիվ շարունակվում է եւ փաստորեն եւ Արաքսն է վտանգվում եւ շրջակա միջավայրը եւ դարձյալ Թուրքիային տարածք ենք տալիս։ Այնպես որ ես որևէ երաշխիք չունեմ, որ Սևանում վաղը կարող են չքանդել։ Տեսնենք շարունակությունը։ Այս փուլում մենք չենք կարող կանգնեցնել, բայց հետագա քայլերը կկանգնեցնենք, չի կարող պատահի, որ դա շարունակվի։ Շրջակա ո՞ր գյուղերով պիտի լինի ուսումնասիրություն, մի քանի համայնքներ չեն նրա։ Հա, ոչ միայն հստակ հիմա եւ Սևանի ավազանում եւ Հայաստանի այլ վայրերում, որ իրենք ուզում են ամբողջ պատկերը ունենան, որ տեսնեն, թե որտեղ է ավելի ամենահավանական հորատանցք ունենալը։ Ճահճացման եզրին էր, չէ, առանց այն էլ խնդիրներ կային Սևանում։ Սևանը հիմա առողջացման ճանապարհին է եւ դրա համար հիմա նրան վտանգելը ուղղակի, չգիտեմ, հանցագործություն է։ Կա երկու մոտեցում՝ ռազմավարական եւ երկրորդը մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Երևի մեր հայկական մենթալիտետում շատ-շատերիս մոտ ավելի շատ նստած է երկրորդը։ Այս պահին հարստանանք, իսկ հետո երկրի հետ ինչ կլինի, մեր խնդիրը չի։ Այսինքն սա էլ հերթական հարստանալու ինչ-որ միտում է, որով ուշադրություն չեն դարձնում, այսպես ասած, հանրային շահին, աշխարհագրական շահին։ Այո, բայց հույս ունեմ, որ կկանխենք։ Ինչ քայլերի պետք է։
բոլոր ինչ որ հնարավոր է կանենք, ամեն ինչ։ Միջազգային կառույցներ։ Ամեն ինչ։ Ես սովորաբար արտաքին աշխարհում երբեք երկրի նկատմամբ քննադատական բառեր չեմ ասում, բայց սա այն դեպքն է, որ կարող ենք դիմել թե միջազգային կառույցներին, թե գնանք պարկենք այնտեղ, թե չգիտեմ ինչպես երիտասարդները թռչկանը փրկեցին, ամեն ինչ որ հնարավոր է, ինչ որ թույլ է տալիս սահմանադրությունը, ամեն ինչ անելու ենք։ Մի քննարկման ժամանակ հանքարդյունաբերության հետ կապված էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը զայրացավ եւ ասեց լավ էլի տիկին Դանելյան, Սևանի տակ էլ ոսկի գտնենք, Երևանի տակ էլ գտնենք, քանդելու ենք։ Մենք դա որպես օլիգորիան ընկալեցինք, բայց պարզվում է, որ քանդելու են։